Պարոն Ղազարյան, արդեն կեսօր է դառնում, բայց Նիկոլ Փաշինյանը դեռ որևէ գրառում չի արել կաթողիկոսի եկեղեցու հետ կապված։ Հնարավոր է Իրան-Իսրայել այս հակամարտության խնդիրներով մտահոգված է եւ ինչ-որ հարցեր է փորձում լուծել հօգուտ Հայաստանի, դրա համար որևէ գրառում չի կատարել։ Իրան-Իսրայել պատերազմից մի քանի ժամ հետո Նիկոլ Փաշինյանը կայացրել է ստրատեգիական որոշում եւ փախել է Հայաստանից։ Նա հիմա Հայաստանում չի գտնվում, նա հիմա գտնվում է Չեխիայում, որտեղ պիտի մի հատ կոնֆերանսի ընթացքում մասնակցի Հայաստանը հարևան երկրների հետ հարաբերություններում ինչ-որ մի հատ այս թեմայով զեկույցի։ Պատկերացրեք, հարևան երկրում լայնամասշտաբ պատերազմը Իրանի հարևան բոլոր երկրների օդուժը օդա բարձրացրել իրենց մարտական ինքնաթիռները, թվում եւ Ադրբեջանը, ու հələ պարզ չի թե այդ զարգացումներից Իրանին նոր ինչ է սպասում, Հայաստանին ինչ է սպասում, Հայաստանի վարչապետը գնացել է Չեխիա, որպեսզի այնտեղ մասնակցի Հայաստանի հարևան պետությունների հետ համագործակցության հարցերի։ Սա ընդ որում մենք ունենք նաև, ասեմ ձեզ, չեմ ուզում իհարկե խոճապ տարածելու մտադրությամբ չեմ ասում այս ամեն ինչը, ուղղակի որպես փաստ, Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը Քրիստինե Գրիգորյանն է։ Ու բնականաբար Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, որը վարչապետին ենթակա մարմին է, տեղեկություն տվել է, չէ՞, ենթադրենք, որ իրանք բարեխիղճ են գտնվել իրենց պարտականությունների մեջ եւ պրոֆեսիոնալիզմ են բավարար ցուցաբերել եւ վարչապետին նախապես տեղեկացրել են, որ գիշերը սպասվում է Իրանի դեմ ռազմական գործողություններ։ Եվ փաստորեն այդ տեղեկությունները ունեցող վարչապետը մեկնել է Չեխիա կոնֆերանսի։ Տեսեք, պարոն Ղազարյան, բայց այնուամենայնիվ այս ամենի զարգացման ֆոնին թվում եւ մեր Շտամի երկրի հետ հարաբերությունները չհաստատված, այս պահին խորհրդարանում քննարկում է փողով բանակից ազատվելու նախագիծը։ Այո, այդ նախագիծը ես ասել եմ, դա երկու իմաստ ունի, առաջինը բանակի կործանման իմաստն է, որ մարդիկ բանակ չգնան, եւ երկրորդը թալանի իմաստն, այսինքն եւ թալանվեն եւ բանակ չգնան։ Մի հատ ժողովրդին են կեղեքում, այն մարդիկ, ովքեր այդ հնարավորությունները քիչ թե շատ ունեն, կեղեքում թալանում են նրանց, մյուս կողմից էլ ի վերջո նաեւ մարդը բանակ չի գնում։ Սա իրենց ընդհանուր նպատակադրումների մեջ եւ թալանը որպես գլխավոր նպատակ եւ բանակի կործանումը որպես լրիվ տրամաբանորեն համապատասխան։ Բարև ձեզ։ Համեցեք ընդունելության պարոն Ղազարյան, բայց տեղեկացնում եմ, որ Էլինար Վարդանյանը լուսաբանումը չի թույլատրել, այսինքն ձեր ընդունելությունը իրականացվելու է առանց լուսաբանման։ Շնորհակալ։ Ժողովրդավարին Պարոն Ղազարյան, բայց Ինձ համար տարօրինակ է, որովհետև ես ի սկզբանե խնդրել եմ, որ բոլոր հանդիպումները լինեն հրապարակային, լրագրողների մասնակցության, որովհետև սա կարող է փակ լինի, եթե անձնական խնդիր է, այսինքն անձնական տեղեկությունը, եթե անձնական խնդրում, բայց ես հիմա կփորձեմ իրանից նորից համաձայնություն ստանալ, եթե չստացվի